Բարև ձեզ իմ սիրելի YouTube-յան հետևորդներ եւ դիտորդներ, ձեզ հետ Ծովին Արվեդայական թվահոգեբանն է եւ տարողը։ Ես այսօր մեդիտացիա եմ արել եւ հա, մի քիչ առաջ ես հյուր ունեի, ճանապարհեցի եւ հիմա որոշեցի, որ այն ինչ ես տեսնում եմ փոխանցեմ բոլորին։ Այն ինչ ես տեսել եմ ամբողջ աշխարհի հետ է դա կապված լինելու, ես կարծում եմ այս նորալուսինը հենց այնպես չի, հա, նոյեմբերի 20-ից ինձ մոտ այս տպավորություն է, որ այն ինչ հիմա մենք տեսնում ենք, դա միայն ծաղիկներն են, կինոն չենք տեսել, այսինքն ես քիչ առաջ տեղադրել եմ բավականին շատ հետաքրքիր տեսանյութ, դա կապված է մարդու գիտակցականի կաստաները, յուրաքանչյուրդ կարող եք հասկանալ, թե դուք որ այդ 4 կաստաներից մեկին եք պատկանում, եւ դա ձեզ պետք է մտածելու տեղ տա, ինչու։ Ինչպես իմ հետևորդները գիտեն, ես չեմ սիրում պանիկա տարածել, հա, ես ինչ կա, ինչ տեսնում եմ, դա էլ փոխանցում եմ ձեզ։ Քանի որ ժամանակը այնքան արագ է թռչում, մինչև 32-33 թվականը այսօր վերջինն էր, հա, նորալուսինը երբ այսօր ամսի 20-ից կարելի ասել նոյեմբերի 20-ից սկսել է, դա ոչ սովորական նորալուսին է, որը точка без возврата, հենց այդպես էլ ասում են, առաջվանը չի լինի եւ յուրաքանչյուրիս կյանքում սպասվում են լուրջ փոփոխություններ, մենք պետք է պատրաստ լինենք դրան, դա կապ չունի, կլինի մեդիա դաշտում, կլինի սոցիալական հարթակներում, հա, եւ այլն։ Ամեն մարդ չի որ կարող է դիմանալ այդ էներգիաներին, որովհետեւ հիմա ներկայապահին դուք տեսնում եք այնպիսի բաներ, որ հələ շատ բաներ թաքնված են եւ այն իրականությունները, որոնք մենք շարունակել ենք ընթացքում տեսնել, դա ամեն մարդու փսիխիկան կարող է, հա, չդիմանալ։ Շատ մարդիկ հնարավոր է շատ ակտիվ ուսուցիչներ փնտրեն, ինչպես տարոլոգիայի, ինչպես աստրոլոգիայի, ինչպես թվաբանության, այլ, հա, որպեսզի ակտիվ համագործակցեն իրենց հետ, որպեսզի հասկանան ինչ է կատարվում իրենց հետ, ասեն ինչու է սա լինելու, ինչպես դուք կարող եք զգալ, երբևիցե դուք ես վերջերս, հա, զգացել եք ձեզ մոտ, չգիտես որտեղից է բացի։ Այնպես տպավորություն կարող է լինել, կարծես դուք կորցրել եք ձեր եսը, ձեր վերին եսը, այն ինչ ձեր մեջ հոգին դրել է արարիչը, հա, որ պետք է էվոլյուցիա ապրի։ Փոփոխությունները, որոնք որ ես տեսնում եմ, բավականին շոկային են լինելու, իզուր չի ուրանը, հա, 0.1 եւ 0 նորարարությունների, նաև այս ինտելեկտի հետ կապված, հա, արհեստական հնարավոր է բերի շատ մարդկանց մոտ խնդիրներ, ոչ ոք կարող է ոտքերի տակից փախնի, այսպիսի բաներ եմ ես տեսնում ամբողջ աշխարհին է սա վերաբերում եւ ոչ միայն Հայաստանում, կտեսնեք այնպիսի դեպքեր, որ շոկային կլինի, կապ չունի դա իրականությունն եք դուք տեսնելու արդեն, որտեղ որ շատ բաներ թաքցրել էին նաև գազանաբար վերաբերմունքներ ոչ մարդկային կենդանիների հետ, մարդ արարածի ձեռքերով, հա, նաև վերևներից այդ ովքեր որ կառավարում են, նոր ինչ որ միգուցե դա կապ ունենա այս նաև արհեստական բանականության հետ, հնարավոր է այս գումարները, հա, որ գցում ենք բանկոմատների մասին է խոսքը, քարտերը հանում ենք սրանց հետ, դրանք կարող է վերացնել 26 թվականից,
բավականին շատ բան է փոխվում, ինչպես ես կանխատեսել եմ։ Եվ այնինչ հիմա ես տեսնում եմ բավականին ավելի լուրջ է, քան դուք մտածում եք, բայց պետք է էվոլյուցիա ապրել եւ պետք է գնալ դեպի արարիչ։ Շատերի մոտ տպավորություն կլինի, կարծես, գիտեք ոնց որ կապը կտրված լինի Աստծուց շատերի մոտ։ Sense մի քիչ կոպիտ եմ ասում, անվճականից, շատերի մոտ մարդու գազանաբարու գործողություններ, որը որ այլ մարդիկ նայում են, ունեն էմոցիաներ, բավականին շատ շոկի մեջ կարող է լինել իրոք, ամեն մարդու փսիխիկան չի դիմանա, դա բոլոր յուրաքանչյուրիս է վերաբերվում, յուրաքանչյուրիս բոլորիս հետ է կապված ամբողջ աշխարհի մարդկանց, այն ինչ մենք մեր աչքով կարող է տեսնենք, դա շոկային ալիներ, շոկային բացահայտումներ, շոկային գործողություններ, թե կենդանիների, թե թռչունների, թե մարդկանց հետ, ժողովրդի, սեփական ժողովրդի հանդեպ եւ այլն, բավականին այնպիսի ինֆորմացիաներ դուք իրականություններ կտեսնեք, որը ձեզ կզարմացնի։ Շատերը չեն կարող տարբերել ճիշտը ստից, թե որն է ճիշտ, որն է սուտ։ Դրա համար ես միացեք մեր ալիքին։ Ես դա կարող եմ առաջարկել, որովհետև նոր ֆորմատներ է սկսվում, շատ փակագծեր չեն բացվում, նոր բան են։ Ոչ թե նոր բան եմ մտածել, մենք ունենալու ենք հյուրեր, ոչ թե նոր բան եմ մտածել եւ մեկը չի լինելու, երեքը չի լինելու։ Մենք էլ ենք խոսելու այս ամենից եւ վերևից, սվիախ, հա, վերևից, ինչպես է գալիս, կառավարում այդ էմոցիաները։ Ես հետագայում կարծում եմ Սպուտնիկի հետ է կապ ունենալու։ Շատ մարդիկ Wi-Fi տիպի, հա, որտեղ մարդը կարա հեռավորության վրա հետագայում շփվի։ Ինչ որ բան կարող է լինի էլեկտրականության հետ, չեմ կարող բացատրել, այս ինֆոները ինձ որտեղից է գալիս։ Որտեղ հատուկ գործողություններ են կատարվում ու դուք հետո կտեսնեք այդ գործողությունները ինչի հետ կապ ունեն։ Նորը չեմ կարող բացատրել, էլեկտրոնիկա եւ այլ։ Ես ասում եմ, որ ինչքան էլ թանկ հեռախոս մենք բոլորս ունենանք, դրանք վաղը միսով սենց միտեղ, հա, գծված կարող է լինի։ Ձևանմուշ է կամ նմուշ, սենց գեղեցկության համար։ Շատ փակագծեր հիմա չեն բացում։ Շուտով կհասկանաք ինչ նկատի ունեմ։ Այսքանով ես ավարտում եմ եւ նամյոկները ես երբ որ սկսի, արդեն այնինչ ես տեսնում եմ, ես ձեզ ցույց կտամ եւ կբացատրեմ, թե ինչու էի ասում շոկային։ Դա նաեւ կապված է լինելու էլ նախկին, ինչ ներկա, այդպես բաներ չի աշխատելու էլ, որովհետեւ ամեն ինչ նորը պետք է լինի։ Պետք է ազատվեք այն բանից, որը էլ իր ժամկետը լրացել է։ Ну, ստեղ շատ բաներ ա լինելու, անգամ ձեր ռոդի, հա, էգրեգորը դուք պետք է ուժեղացնեք եւ ակտիվացնեք, հենց այնպես բաների ես չեմ ասում, ես շատ քիչ բանանիներ եմ տալիս, բայց հետագայում կբացատրեմ իմ ասածները, որովհետեւ բոլորս գիտենք, հա, ինձ հետևում են նաեւ խաբեբաներ, ովքեր կարող են ինֆորմացիա վերցնեն եւ առանց հասկանալու չհասկանան ինչ են խոսում, իսկ ես շատ լավ գիտեմ, թե ինչ եմ խոսում։ Ունես գիտելիք եւ ովքեր կցանկանան կարող են միանալ ինձ, իմ ալիքին ես միայն ուրախ կլինեմ։ Այստեղ միայն մաքուր էներգիաներ են, 4G։
Եվ ամենաառաջինը հարգանքն է այստեղ մեզ մոտ։ Մեկը մյուսին սահմանները այստեղ չի հատում։ Մենք ունենք օրենք, որը սահմանները անցնել չի կարելի։ Հարգանք մեկը մյուսի նկատմամբ։ Այսօր այսքանը, սիրելի հետևորդներ։ Կհանդիպենք իմ հաջորդ լայվի ժամանակ, հաղորդմանը։ Հաջողակ եղեք և երջանիկ ձեզ հետ ծովին արվեդայական թվահոգեբան և տարօրինակներ։ Լավ եղեք, ցտեսություն։